Բայց հարգեսես Ռոնի Ղարիբյանն Ղարիբյան Research Financing Գերչան կողմից այսօր արդեն չորեքշաբթի օգոստոս 19 2026 թվական ունենք նորություններ, ինչպես միշտ ամեն շաբաթվա ունենք մեր առաջի բաժինը այս շաբաթվա ինչ-որ վերնագիր լուրերից, որ կարևոր լինի ֆինանսավորման աշխարհին կամ ընդհանրապես real estate-ի աշխարհում Հետո ունենք անշուշտ որպես դասավանդություն, որպես educational, որպես դեզի սովորացնելու, որ ինչեր ժողովրդական խոսքեր կա դուսը կամ ինչ մտահոգություններ որ ունեք, որ ես լսում եմ շաբաթվա մեջ գրասենյակում, ձեզի կարողանամ սովորացնեմ, որ ինչ է իրականությունը եւ ինչ է պատասխաններ այդ հարցերին։ Ուրեմն սկսենք վերնագիր լուրերով։ Վերնագիր լուրը անշուշտ Երկու հատ ունենք շատ արագ համառոտ ասեմ, մեկը լինելով pending home sales հուլիս ամսվանը, ինչ է նշանակում։ Նշանակում է հուլիս ամսվա բոլոր Միացյալ Նահանգներում, երբ որ ժողովուրդը escrow են բացել, այսինքն տուն առնելու պայմանագիրը ստորագրվերա եւ ընդունվերա։ Ոչ թե փակվերա, բալանին չեն ստացել, պարզապես escrow են բացել։ Եվ դա արդեն հուլիս ամսվանը, որ Բոլոր Միացյալ Նահանգներում մոտ 2.3% ավելի քիչ էր, քան թե նախկին տարվա հետ բախտատելով։ Ինչ որ վերաբերում է West, այսինքն արևմուտք հասկացողության, որ 10 հատ նահանգներ են Utah, Arizona, Nevada, California եւ այլն 10 հատ արևմուտքի նահանգները մոտ 4.7% ավելի քիչ escrow բացվե հուլիսին բախտատելով հունիսին եւ բախտատելով անցյալ տարվա հունիսի հետ 7% ավելի քիչ escrow բացվե ինչու շատ པարզ պատճառներից բայց բուն պատճառներից մեկը որ էսի միշտ սեզոնով նորմալ է վերջի 30 տարվա ընթացքին բայց COVID-ի ժամանակ COVID-ից escrow այսինքն 2020-ից հետո մոռացավ այդ սեզոնային հարցը միակ ժամանակ, որովհետև ինչպես հիշում եք, ամեն մարդ հարցակվեր էր տուն առնելու, բայց շատ նորմալ է, որովհետև հուլիս ամիսը ժողովուրդը մեծամասնությունը արձակուրդների մեջ են, ամառային իրանց արձակուրդները, շատ տուն առնելով չեն զբաղվում եւ երկրորդի թե դպրոցների համար պետք է փոխադրություն անեին եւ տուն առնեին, այդտեղ արդեն մայիս եւ հունիսին էլերա հուլիսին այլևս ուշա եւ արձակուրդներով են զբաղվում։ Դա համար չմոռանալով մեկ ամառային սեզոնը հասկացողության, մեկ արժեքները շարունակաբար անցյալ տարվանից մինչև այսօր ներողություն 2019-ից մինչև այսօր ամեն տարի արժեքները բարձրացել են։ Արժեքները չի գոնե վերջի 7 տարվա ընթացքին, բայց ամենը կարծելով որ այսա տոկոսները բարձրա աշխուժությունը քիչ է առուվաճառքը քիչ է ուրեմն ավտոմատ օտոմատիկլի կարծելու են արժեքները պետք է իջնի սխալ եղած է արժեքները չի իջե եւ որևէ ձևի առայժմես իջնելու որևէ պատճառն էլ չեն տեսնում եւ անշուշտ երրորդ պատճառներից մեկը սեզոններ արձակուրդներ մյուսը թանկությունն է, արժեքները թանկ են եւ ժողովուրդը չեն կարողանում առնել, ոչ թե չեն ուզում, այլ չեն կարողանում առնել, մեր մասը չեն ուզում, սպասում են տոկոսները իջնի մոր, մեր մասը չեն կարող առնել, որտեղ շատ թանկ է եւ բյուջեն չի թույլատրում եւ անշուշտ ընդհանրապես տունի պակասությունը քանակով որպես լավ տունի լիստինգները շատանում են, մենք տեսնում ենք ամեն շաբաթ, բայց քանակով, որակով տունը տարբեր է, քան թե պարզապես տուներ են գալի։ Ես ունեմ տասնյակ հաճախորդներ, որ տուն են փնտրում տարբեր քաղաքներում, տարբեր չափուսահմաններում, տարբեր տեսակներով եւ ամենի հետ նույն խնդիր ունեմ։ Մատ իմ լավ երսի տարիների հաճախորդը տուն են փնտրում, որ փոխեն մեծացնեն եւ այն օրը հետո խոսացիմ կարող եմ ասեմ գոնե 2 ամիսա որ այն տունը որ ես կարողանամ իրեն ասեմ այդքան նայենք չեմ տեսել
որ խելքը գլխի նորմալ տունել։ Հիմա կա նորմալ տուներ գալիս են աննորմալ արժեքներով կամ աննորմալ տուներ են գալի նորմալ արժեքներով, շատ քիչ է ճարվում, սա չի նշանակում, որ լիստինգները շատանում է ամենը լավ լիստինգ։ Ինչևիցե, ուզեցիմ այս մատ վերնագիրներից մեկն էր ասեմ, բայց նույն լուրի մեջ պարզաբանվոր ընդանք, որ sideline են, այսինքն կողմնակի սպասում են, որ տոկոսները իջնի, անշուշտ իրան ձեր նման այդ անձնավորությունների նման հազարներ ուրիշներ կան, որ տոկոսը իջնի հարցակվելու են այդ տուների վրա, որ արդեն ներկայիս կա եւ ուզենք չուզենք bidding war, այսինքն արժեքները պետք է սկսի շարունակաբար բարձրանա, երբ որ տոկոսը իջնի արժեքը կբարձրանա, շատ նորմալ պայմաններից մեկն է։ Մահատ խալվեմ այսօր առավոտյան ես արթնացամ 6-ին անմիջապես լուրը տեսա, որ կենտրոնական բանկի Միացյալ Ամերիկայի նախագահների ֆինանսավորման նախարարը Սկոտ Բեսենը այսօր հայտարարավ, որ 10-year treasury bond-ը, եթե իմանում եք ինչա, բանդը այդ հայրենով չխալվեմ գանձապետական պարտատոմս, որ 10 տարվա treasury-ն է 30-ն կամ 10 տարվա պետական թղթատոմսերն են, որ $1000 են, որ պետությունը գարանտի անում է տոկոս, որ հիմա մոտ 4.6-4.7% է, 10 տարվանը, որ 30 տարվա վարկերը հենված են իրան, ասա, որ դա բուջեն երկու անգամ շատացնում են, որ ավելի շատ հետ առնի այդ թղթատոմսերը, որ պետությունը ցրում է ժողովրդին եւ խոստում է տալի, որ 20 կամ 30 տարվա ընթացքին կամ 2 տարվա ընթացքին տարբեր տարիներով թղթատոմսեր է տպում, որը տան հետ կառնի եւ գարանտի անում, որպես Միացյալ Նահանգների պետություն, որ այս տոկոսը կառնեմ։ Այսինքն դու եթե առնես այդ թղթատոմսը $1000-ի ամեն մեկն են, 10 տարնես $10,000, քեզ ասում ես $10,000 կվերադարձնեմ 10 տարի հետո եւ վրան էլ կվճարեմ 4.6% ինչ-որ այսօրվան է։ Ինչևէ հայտարարա, որ դա հետ գնելու, այսինքն վճարելու բուջեն երկու անգամ շատացնում է։ Միացյալ Նահանգների հզորությունը դա վրայից է, որ դոլարը կարող է տպի անսահման։ Անցնենք մեր առօրյա շաբաթական, որ ինչպես ասեմ, ժողովրդից լուրերն է գալի եւ հարցումներն է գալի եւ խնդիրները կամ շփոթումները կա հասկանալու։ Մեկը լինելով mortgage տունը վարկ ստանալու qualification, այսինքն պայմանները։ Եւ հաճախ ելնում է, որ հերաձայնում են, ասում են, որ իմ credit-ս հոյակապ է 800 է։ Եվ գիտնալով, որ 800 credit score-ը, ուրեմն automatically approve կանեն քեզի, problem չունես loan ստանալու, վարկ ստանալու։ Ոչ հայրենակիցներ։ Ուրեմն այսօր ես ձեզի համառոտ ընդհանուր պայմանները կասեմ, հետո ամեն շաբաթ ամեն մեկից խորանամ ավելի մանրամասին։ Մեկը, այո, credit-ը, credit score-ը ինչ է նշանակում պարզապես վարկ տալու համար մենք բրոկերներս կամ բանկերը նայելով, որ տարիների ընթացքին ձեր պատասխանատվությունը ձեր վարկի դիմաց, այսինքն կարող է սկորը 800 է, բայց կարող է ամեն քարտերիդ վրա maximum limit է, ամեն օգտագործել ես maximum։ Կարող է credit score 800 է եւ ընդհանրապես credit չունես, մի հատ Home Depot քարտ ունես։ Դա էլ տեսեր ենք, դա էլ ընդունվելի չի։ Կարող է credit score 800 է, բայց ունես ուշացումներ, դա էլ հնարավոր է։ Սա միայն սկորով չես վերջանում, նայում են այլ ինչու եւ ինչա կատարվում եւ արդյոք ունեցել ես տարիների պարկ, մի ամիս առաջ բոլորը փակել ես հիմա 800-ը, դա էլ տեսնում ենք, եթե 6-ը, եթե 3 տարի max credit-ս ունեցել, 2 ամսվա մեջ փակել ես, դա էլ տեսնում ենք, որ նախկին ինչ այլ է երբ ես փակել։ Մյուս պայմաններից, որ նորեն կանխավճարն է։ Մարդիկ ասում են, ես 50% down եմ դնում, ուրեմն թուղթ պետք է չուզենաս, guarantee loan-ս approved է։ Ոչ, կապ չունի։
անշուշտ օգնում է բանկ հասկանալու, որ այո, այս մարդը 50% կանխավճար դնում։ Բայց նույնիսկ 3% տնես, կամ 5% տնես, կամ 20% տնես, որևէ տարբերություն չի անում։ Նայում ենք առաջին այդ դրամը, որտեղից է գալի, ինչ դրամ է։ Պետք է դրամը փաստվի, որ ձերն է, այդ դրամը կարող է նվեր լինի, նվերել ցույց ենք տալի, բայց չեն կարող cash մանկամից մեջտեղ գա կանխի գումար, մանկամից 50,000 ունեմ, որտեղից ոչ ոք չի իմանում։ Դա ընդունվելի չի։ Ուզում ես 50% down payment դիր, 90% կանխավճար դիր, եթե կանխի կա, եթե չի ելնի փաստեր։ Նորեն, ես համառոտ եմ ձեզի ասում, մանրամասերը մյուս շաբաթ կմոտենան։ Մյուսը, որ ամենակարևորն է, եկամուտ։ Շատ այլում հայրենակից հեռազանում, ասում եմ, ինչքան փող ես աշխատում, ասում եմ 200,000 փող եմ աշխատում, ամիսը 50,000 փող եմ աշխատում։ Եվ որ նայում ենք թուղթերը, tax return-ները, W2-երի pay stub-ները, չկա 50,000, ուր է 50,000։ Է cash եմ աշխատում, ուրեմն եկամուտը verified, փաստված բոլոր կարգերի միջոցով, որ պետական կամ ամերիկյան կարգերի միջոցով tax return-ներով, W2-երով pay stub։ Հիմա նույնիսկ այդ պարագայում էլ կարող է ցույց տալի ճիշտ է 200,000 աշխատում ես, ամիսը 50,000 աշխատում ես, ամիսը 10,000 աշխատում ես։ Դա էլ տեսնում ենք, բայց տեսակն էլ դերակատարում, այսինքն ինչ։ Այսինքն commission-ը, overtime-ը, բոնուսը, ինչ տեսակ եկամուտ է, self-employed ես, անձնական գործատուն ես, schedule C ես, corporation ես, partnership ես, LLC ես, եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ տեսակները տարբերություն անում հաշվարկի մեջ։ Նորեն, մյուս շաբաթներում կխորանամ մանրամասին, բայց օրինակ տամ քեզի։ Եթե ունես overtime, շո ունենք հայրենակից, ասում եմ, ինչքան ես աշխատել, ասում եմ tax return ես $200,000 անցյալ տարի։ Նայում ենք, ճիշտ է ասում մարդը։ Այս տարի pay stub-ները նայում ենք օգոստոսա, դեռ նոր էլերա 75,000։ Մինչև դեկտեմբեր ես ինչպես ես 200 ելնելու։ Անցյալ տարի բոնուս ստացամ $100,000, այս տարի չունեմ այդ բոնուսը։ Ուրեմն անցյալ տարվա 200,000-ը չեզոք է համարվում, միայն 100-ը, որովհետև այլևս այդ բոնուսը չկա, գոյություն չունի։ Նույնիսկ tax return-ի դրա կա, այս տարի չկա։ Եվ այլես, բարձ օրինակներ եմ տալի։ Եվ չորրորդը, այսինքն 3-4 հատ բան կարևոր է։ Կրեդիտը, կապ ունի, եկամուտը, մանրամասերը պետք է խոսանք, եւ անշուշտ կանխավճարը, նորեն մանրամասերը կխոսանք, եւ չորրորդը շենքը, ինչ ես առնում, ինչ տեսակ շենք ես առնում, ինչ տեսակ արդյոք մեջը բնակելու ես, արդյոք վարձու է, արդյոք արձակուրդի vacation home-ը, արդյոք 4 unit-ը, արդյոք condominium-ը, արդյոք single family-ը, նույնիսկ mobile home, manufactured home, եւ այլն, տեսակները շենքերի նկա։ Հիմա եթե FHA loan-ի ես դիմում, որպես էլ պետական Federal Housing Administration FHA պետական գարանտի ելած վարկեր ես դիմում, ելում որ պետական վարկի պայմանները տունինը տարբեր, այսինքն ինչ, այսինքն եթե տունը դրսից կամ ներսից ներքի հարց ունի, այսինքն եթե դուրսից ներքը թափած է, պետական վարկի լոները չի ընդունում եւ չի վարկալի այն տուների, որ պարզապես ներքը թափած է դուրսից, այսինքն cheap paint են ասում։ Ես մի հատ օրինակ եմ տալի, ուրիշ պայմաններ էլ ունի։ Քան թե normal conventional loan-ը պարզապես ընդունում է դուրսից այդ վիճակի ելնի, ասում է այնքան որ պաշտոնական անգլերենով բառը գործածում են in livable condition։ Ինչ է նշանակում livable condition, այն տունը, որ ապրելու տուն է։ Հիմա ապրելու տունը, մենք հայերս ուրիշ թարգմանություն ունենք, պաշտոնական պետական թելադրությունը ուրիշ թարգմանություն։ Ինչ է նշանակում։ Կարող է շատ կեղտոտ, շատ փնթի, շատ կեղտոտ, քարփեթը հին հոտերով, դա նորմալ է ընդունում որպես պետական livable condition։ Livable condition իրանց համար ասում եմ պետք է դուր եւ պատուհաններ ունեն, հա, ապակի կամ իշուկա, չես կարող փայտով բորդեդապ ապակիներ,
Զուգարաններ պետք է ունենա։ Ինչքան կեղտոտ է, գետինը քարփետ է, կարևոր չի, կարևորը զուգարանը աշխատում է, ֆլաշ ես անում, այդ պետքանը աշխատում է։ Տանիք պետք է ունենա, ռուֆ, ինչքան հին է, լիք ունի, կարևոր չի, ռուֆ ունես, բաց չի, եւ պետք է խոհանոց ունենա, նորեն, անիմաստա պայմաններ։ Դա էլ ում livable condition, ասում են, ինչ պայմաններում կապրես, տարբեր հարց, բայց կապրես։ Էդի մայր պայման։ Նորից, այս բոլորը ձեզի ասամ, շատ համառոտ ձևի ասամ, եւ այստեղ մանրամասերը մյուս շաբաթներում ավելի կանցնեն, բայց ինչ եմ ուզում ասած եմ։ Ժողովրդական խոսքեր շատ կդուսը։ Այս մարդը կրեդիտը լավ էր նայի իրան հեշտ լոն տվան։ Ոչ, ուրիշ պայմաններ էլ ունի դուք լուրջ չունեք։ Այս մարդը կրեդիտ չուներ իրան վարկ տվան։ Այո, չի նշանակում եթե կրեդիտը վատ է, օտոմատիկի դու ասես ես տուն չեմ կարող առնեմ։ Չի նշանակում եթե եկամուտը քիչ է, օտոմատիկ ասես ես տուն չեմ կարող առնեմ։ Ոչ թե քիչ, այլ քիչ է ցույց տալի, որտեղ կա որ շատ է կամ կանխավճարը եթե 20% չի միայն 3% է, ասես չէ, ես չեմ կարող տուն առնեմ։ Ոչ։ Դուք մի որոշեք ձեր հնարավորությունը կարող եք, թե չեք կարող։ Խորհրդացեք մեր հետ, մենք մանրամասը կնայենք, ձեզ կասենք, որ այո կարող ես կամ չես կարող, կամ ինչ անես, որ կարողանաս, կամ ընդհանրապես սպասես, կամ ընդհանրապես չսպասես։ Այն մանրամասը ուզում եմ մատ առաջ տանք այս շաբաթվա տոկոսները։ Տոկոսները մեկ քիչ ամփոփող է այսօրվա լուրերով ձեզի ասամ, ու մատ էլ լուր կար, որ կենտրոնական բանկի անցյալ անգամվա ժողովը, որ արավ որ տոկոսները ամփոփող թողան, իրանց ատենագրությունը այսօր ծրան եւ ատենագրության մեջ գրվել էր, որ իրան խոսացերին, որ եթե սղաճը թանկություն որ անցյալ շաբաթ զեկույցը տվամ, եթե շարունակաբար բարձրանամ, իրենք տոկոսները բաց որ չեն իջացնի, հակառակը պետք է բարձրացնեն։ Կենտրոնական բանկի տոկոսը կապ չունի տուների վարկերին, բայց ինչևիցե ազդեցություն ունի։ Նորեն, դուք մի որոշեք, ընտանիքով խոսացեք, բայց բարեկամներով եւ ընկերներով մի կարծիք տվեք, հեռաձայնեք, մենք ձեզի 10-15 րոպեի մեջ հեռախոսով մանրամասը ձեզի կասենք։ Mən 9%-ը եթե կարելի է, այո, մերսի շատ։ Ուրեմն սկսելով 30 տարվա վարկերը, այսի մեկ օրինակ եմ տվել, չեմ կարող բոլոր տոկոսները ցույց տամ, այս ցույց եմ տալի 25% կանխավճարով, այդ տունը մեջը բնակեք, վարձու տուն չի, 781 credit score-ով, full tax return-ով, 30 տարվա վարկը 6.125, եթե high balance-ը մինչև 1.250.000 6.25։ Սա պատերազմից ճիշտ առաջ մոտ 5-երի մեջ էր արդեն Իրանի պատերազմը։ FHA լոները որ պետական լոներն ավելի քիչ կանխավճար 3.5% միան կանխավճար է ուժում, եկամուտը ավելի քիչ է ընդունվելի է 5.625 եւ մինչեւ 1.250.000 նույնիսկ կրեդիտ էլ քիչ է ընդունվելի է։ Սա ուրեմն եթե անանք որ տոկոսով այսօր 6.4 է այս պայմանների տակ եւ ասպես գիտես Իրանի 4.4-ներ կարող ասենք քո առաջին տարին 4.4 երկրորդ տարին 5.4 նոր երրորդը 6.4 քան թե այսօրվան է էլի բայց սա temporary buy-down են ասում որ ժամանակավոր գոնե 3 տարի քեզի ժամանակ է տալի տոկոսը իշտին որ refinance-ան սա առանց tax return-ի հայրենակիցը որ իրենց անձնական գործ ունեն բայց իրենց tax return-ները մեծ տեսակա որ չեն կարողանում շատ ներկայացնեն կարող եք առանց tax return-ի վրևի թիվը որ տեսնում եք 20% կանխավճարով 6.5% առանց tax return-ի ցածը առանցի tax return-ի եւ միայն տոկոսն ես վճարում որտեղ ժամանակավոր սա bank statement program նորեն self-employed ես անձնական գործ ունես օրինակ car wash ունես օրինակ check cashing-ի տեղ ունես օրինակ ոսկերիչ ես մենք ամեն ամսվա բանկի դիպոզիտները հաշվելով եկամուտ են քեզի տալի կամ փաստաբան կամ բժիշկ տարբերություն չի անի ինչ ես անում եւ 10% կանխավճարով կարող ես այս ծրագիրը օգտագործել bank statement program-ը վեցե line of credit-ը սա 7.5% line of credit-ն է մինչև 90% հարաբերությամբ կարող են տանք սա առանց tax return-ի fixed երկրորդ լոնա fixed երկրորդ լոնա առանց tax return-ի $750,000 ինչպես տեսակ տոկոսները հայրենակից է
անփոփոխ այլևերջի քանի ժամանակվա մեջ ուզում եմ մի քիչ արագությամբ կարողանամ եթե լիստինգները ցույց տամ մեքանի հատը դա այլ եթե կարելի է մեքանի լիստինգներն խնդրում եմ տեսնել սկսելով առաջինները townhouse condominium-ներն ասա Winnetka-ում շատ մաքուր է ինչպես տեսնում եք 3 ննջասենյակ 2 լվացարան 1100 square feet ունի մեծությունն է Ես օրինակ եմ տվել եթե 3% $15000 կանխավճար դնեք այս տունի համար ինչ-որ տեսնում եք $15000 կանխավճար դնեք որ էլ 3% ձեր payment-երը բոլոր tax-ով ամեն ինչով $4330 3% կանխավճարով կարող եք այս տունը ստանալ Encino 2 ննջասենյակ 2 լվացարան 1700 square feet Encino-ում այսքան մեծ տուն այս պայմաններով մի քիչ արժեքը շատ հարմար է դրել զարմանում եմ ինչու այսքան քիչ բայց լավ արժեքով է $649,000 Encino-ում հոյակապ տունը Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1460 square feet տունի մեծությունն է $737 Homeowners Association-ն է, այսի նորեն օրինակ եմ տվել, եթե 20% կանխավճար դնես, 20%-ի պարագայում քո payment-ը ամեն ինչով ելում է $5560 Homeowners Association-ով ամեն ինչով Glendale-ում։ Հողով տուները նայենք մեքանիսը 2 ննջասենյակ 1 լվացարան սա Sunland-ում է 1000 square feet տունն է 14000 square feet հողամասն է Երկու տուն են իրար կողքի, երկուսն էլ վաճառվում են, երկուսն էլ նույն չափսերով են։ Սա օրինակ եմ տվել, եթե 40000 կանխավճար դնես, ուրեմն 5%-ը, միայն 5% բակի մեծությունը հող, այսինքն ամենը, 5% կանխավճարով 5000 ես, որ դա Sunland-ի ճիշտ Angeles Crest-ի տակն է։ Սա 3 ննջասենյակ 2 լվացարան 1815 square feet Glendale լավ թաղամասում է շատ լավ ճիշտ mountain-ի տակն է 1815 square feet եւ 1,390,000 է բայց կարևոր է $768 price per square feet-ն է այս location-ի համար այս թաղամասի համար այս $768 լավ արժեք է դրել Եթե օրինակ եմ տվել 20% կանխավճար դնեք, ձեր payment-ը ամեն ինչով կելի $8,800 ամեն ինչով։ Northridge 5 ննջասենյակ 3 լվացարան 2967 square feet տունի մեծությունն է 11000 square feet հողամասին է շատ գեղեցիկ high ceiling մեծ հողով, մաքուր աշխատանքով Northridge-ն Glendale-ի կես արժեքն է $482 price per square feet $1,430,000 մեծությունը նայեք բակինը հողինը flat 5 bedroom շատ ապրես շատ լավ տուն է Լականյարա 4 ննջասենյակ 4 լվացարան 4600 square feet տունի մեծությունն է 18000 square feet հողամասի մեծությունը նկարները շատ էր որտեղ չեմ կարող բոլորը ցույց տամ բայց 4,790,000 տունի արժեքն լականիդեի շատ լավ թաղամասներից մեկն է ինչպես տեսնում եք 4600 square feet եւ մեծամասնություն աշխատանքի պետքություն էլ չունի շատ հսկայական բակ ունի եսել փուլը եւ մեծ party-ների համար ունեմ եկան vacation home այսինքն որպես արձակուրդի տուներ էսի Carrel City or Palm Springs-ի մոտ է 4 ննջասենյակ 2 լվացարան 1600 square feet տունի մեծությունն է 7400 հողամասի մեծությունը փուլով տունը $570,000 Carrel City Palm Springs-ի մոտ փուլով մյուսը Indio նորեն Palm Springs-ի մոտ 3 ննջասենյակ 3 լվացարան 2200 square feet տունի մեծությունն է 6000 հողամասի մեծությունն է 270 Homeowners Association-ն է օրինակ եթե 10% կանխավճար դնեք որպես second home ամեն ինչով association-ով homeowners-ով tax-ով ամեն ինչով ելում է $4,800 եթե միայն 10% կանխավճար դնեք Ինչպես տեսակ հայրենակիցներ այսօրվա անշուշտ բոլոր լիստինգները չեմ կարող ցույց տամ պարզապես մի քանի նմուշներ օրինակներ եթե դուք փափակ ունեք տուն նայելու որևէ տեղ հեռացանեք առաջ վարկը նայենք կրեդիտը եկամուտը տեսակները ամեն ինչը ստուգենք նայենք ինչքան կարող եք տուն առնեք հետո դա վրա կխորանանք կեթանք տուն նայելու բայց առաջ վարկը մի կերպ պրուվանենք ժողովրդական խոսքերը մեկով իրականությունը
մյուս կողմը։ Շնորհակալ եմ, որ նայում եք եւ կհանդիպենք ձեզ։ Եթե չտեսնեք, չեք հասնում չորեքշաբթի օրերը նայել, YouTube-ի վրա հաջորդ օրը կարող եք նույն ծրագիրը կրկնակի տեսնեք, իմ անունը սխփեք Ռոնի Ղարիբյան YouTube-ի վրա կճարեք։ Շնորհակալ եմ եւ կհանդիպեմ ձեզ մյուս շաբաթ։ Տեսություն։